Փառք Աստծուն, շնորհակալ ենք մեր Տիրոջը, որ եւս մեկ անգամ իր ներկայության մեջ մեզ հավաքեց եւ ինքը ներկայ է մեր մեջ։ Տերը օրհնում ես, որ մեր ականջը սիրտը բաց լինի Տիրոջ խոսքին։ Խոսքը, որ այսօր պիտի ձեզ ներկայացնեմ, այսպես են վերնագրել. ինչու է անարգում մարգարեությունը։ Խոսքը Աստծո մարգարեության մասին է։ Մենք լուրջ ժամանակների մեջ ենք ապրում, շատ լուրջ, եւ Աստված իր ժողովրդին պիտի անպայման առաջնորդի։ Այսինքն Աստված պիտի մեզ լուսավորի, բացի, խոսի մեզ հետ, որ մենք մեր անելիքը իմանանք, մեր գործը իմանանք, կարևորը իմանանք, ասենց ասած առաջնահերթը իմանանք, Աստծո կամքը հասկանանք եւ երբ որ ոնց որ ասած այդ խնդիրները, հարցերը պիտի լինեն, դրանց պատրաստված լինենք եւ նաեւ իր գալուստին պատրաստենք։ Եվ Տերը մենք տեսնում ենք գործում է, իր եկեղեցու հետ խոսում է։ Եկեղեցին իր ասենք ասած կենթանի որպես ժողովուրդ, նա կենթանի հաղորդակցություն ունի եւ կենթանի առաջնորդություն է իրականացնում։ Եվ այդ գործի տեսակներից մեկ առաջնորդության մարգարեական հայտնություններով առաջնորդելն է։ Դա կարևոր է, Աստված իր ժողովրդին առաջնորդում է այս կերպ եւ ասենք ունենալ Աստծուց մարգարեական հայտնություն, այդ համարժեք է, դա Աստված է խոսում, համարժեքը ունենալ այո Աստծուց խոսք, ոնց որ Սուրբ Գրքի խոսքն ես կարդում, հասկանում ես հեղինակությունը մեծ է, բարձր է, որտեղ խոսողը Աստված է, նմանապես բանավոր խոսք, թե գրավոր խոսք տարբերություն չկա։ Իրականության մեջ ժամանակի մեջ օրինակ թեկուզ 5 կտակարանյան մարգարեների գրքերը որ կան, ժամանակի մեջ դրանք բանավոր խոսք են եղել։ Հետո ընթացք չէ, Աստված խոսել է եւ պատվիրել է, որպեսզի դրանք գրվեն եւ մեզ հասնեն։ Այնպես որ նույն կերպ Աստված ոնց ասած խոսում է իր ժողովրդին։ Այսինքն մեր աչքին փոքր պիտի չթվա, երբ որ կա Աստծուց հայտնություն, մարգարեական խոսք, մենք պիտի հաշիվ տանք, որ հեղինակը Աստված է եւ իր կամքն է բացահայտվել եւ մենք եթե անլուրջ վերաբերվենք, պատասխան պիտի տանք։ Եվ Տեր իր ժողովրդին առաջնորդում է։ Եվ տեսնում ենք, որ հենց Սուրբ Գիրքը Եբրայեցիս թղթում առաջի գլխում այսպեսի բան ասում, Աստված ասում է շատ մասերով ու շատ կերպերով խոսեց մեր հայրերի հետ իր մարգարեների ձեռքով, չէ՞, եւ վերջի ժամանակներում խոսեց իր որդով։ Այսինքն Տերը իր ժողովրդի հետ խոսել է, գործել է, առաջնորդել է, այդ ոնց ասած առաջնորդական գործը կազմակերպել է իրանից ընտրված մարդկանցով, մարգարեներով եւ նրանց մարգարեական առաջնորդություններով։ Այդտեղ օրինակ առակաց 28-րդ գլխի 29-18-ում այսպեսի բան ասում է առանց մարգարեության մարգարեություն չնելու համար ժողովուրդը կվայրենանա։ Այսինքն ինչ է սա նշանակում, ամեն մեկը իր խելքին բրթած է, ոնց որ ասած, իր հասկացածով կեթա, վայրենություն է դա նշանակում։ Այսինքն չկա կարգ, չկա կանոն, չկա առաջնորդություն, դրա համար չկա կարգ ու կանոն։ Ով ոնց հասկանում է, ով ոնց մտածում է, ով ոնց ճիշտ է գտնում, այտենց էլ գործում է, դա արդեն վայրենություն է։ Ամեն մեկը իր ձևով, այսպես է։ Ինչ եմ ուզում ասեմ, որ մարգարեական, ասենք, Տիրոջ առաջնորդության կերպը կարևոր է, Աստված եթե դրել է այդ ձևով իր ժողովրդի հետ գործի, խոսի, առաջնորդությունը շատ կարևոր է։ Եվ պատահական չի Մատթեոս 10-րդ գլխում, երբ որ խոսում է Տերը իր ծառաներին ընդունելու մասին, ասում է մարգարեին ընդունողը ինչ, մարգարեի վասկառն է, այսինքն կարևոր է, Աստված ուղարկում է իր մարգարեին, պիտի ընդունես։ Աստված գործում է մարգարեական հայտնություն է տալիս, պիտի հնազանդվես, որպեսզի այն ինչ որ որոշել, այսինքն ծրագրով Աստված իր մարգարեին ուղարկում, ծրագրով է իր մարգարեությունը անում, նպատակ է դրել, որպեսզի այդ խոսքով քեզ հետ կապված որոշակի գործ իրականացնի։ Չես ընդունի, գործը չի կատարվի քո կյանքում, կընդունես կկատարվի քո կյանքում։ Այդպես է։ Այսինքն սա լուրջ մի բան է, որով Տերը մեր հետ խոսում է, գործում է, առաջնորդում է իր եկեղեցին եւ այն նրան, որ կանարգի, որտեղ Տիրոջ խոսքն է անարգում ինքը։ Փաստը, բայց ցավալին է նա, որ Տերը խոսում է մարգարեական հայտնությունները տալիս է, հետևից էլ նորից որոշ ժամանակ հետո խոսում է ու բացահայտում է սիրողությունը, շատերը անարգեցին մարգարեությունին։ Շատերը անարգեցին, չընդունեցին դա։ Ինչից է դա հետևում կերևա։ Իհարկե ես այսօր ուզում եմ խոսեմ մարգարեությունը անարգելու, Աստծո մարգարեությունը անարգելու պատճառներից։ Չեմ ասում բոլոր պատճառները պիտի թվարկեմ, չէ, ինչը որ մի հատվածից կնայենք, հասկանանք։ Բայց հիշենք, որ Սուրբ Գիրքը ներկայացնում է Թեսաղոնիկեցիս թղթում, առաջ Թեսաղոնիկեցիս 5-րդ գլխում, այսպիսի բան է ասում, 19-ից 23 հատված ասում է
Հոգին մի հանգցրեք, մարգարեությունները մի անարգեք։ Ամեն բան փորձեցեք եւ բարին ամուր բռնեցեք։ Ամեն կերպ չար բանից հեռու կացեք եւ ինքը խաղաղության Աստվածը ձեր սուրբ անե բոլորովին եւ ձեր բոլոր հոգին, շունչը, մարմինը անարատ բայ, մինչեւ Տեր Հիսուս Քրիստոսի, մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալը, որտեղ հավատարիմ են որ կանչեց որ կանի էլ։ Տեսեք, ներկայացնում է որ ասենք Աստծո հոգու առաջնորդությունը, որտեղ մարգարեական հոգին Աստծո հոգու, մարգարեական հոգու առաջնորդությամբ մի հանգցրեք։ Եթե կա մարգարեություն, մի անարգեք։ Տերը խոսա ու մարդիկ չլսեն, անարգեն։ Կգա մի ժամ մի պահ էլ Տերը չի խոսա, հոգին կհանգի, կարելի ասել, էլ չի առաջնորդի։ Բայց ես սա նաև ասում, հասկանալի է, որ մարգարեություններ կան, կարան չարը դրանից օգտվի եւ չարը տա այդպիսի մարգարեական առաջնորդություն, հայտնություն, դրա համար ասում ամեն բան ինչ քննեք, բարին ամուր բռնեք։ Բայց հետաքրքիր է, որ շարունակության մեջ երբ որ խոսում է մեզ սուրբ ամբից անարատ անելու մեր հոգիներ, շուշներ, մարմիններ, չէ՞, բոլորովին անարատ անելու մասին, սրա հետ կապվում, այսինքն Աստծո մարգարեական գործը, որ նպատակը սա է, որպեսզի եկեղեցին շինվի, մաքրվի, սրբվի, մեր հոգիներ, շուշներ, մարմիններ անարատ բռնի։ Դա այդ նպատակն է հետապնդում։ Եվ տեսնում ենք բազմաթիվ տեղեր մարգարեների աշխատանքը դա էր։ Ժողովուրդը շեղվում էր, սխալվում էր, մեղքի մեջ էր գնում եւ այլը, Աստված ուղղություն էր ցույց տալիս իր մարգարեներով։ Բերում էր ճշմարտության, բերում էր սրբության, բերում էր արդարության այդ առաջնորդությամբ իհարկե ովքեր որ լսում էին նրան։ Խոսքից նպատակը այսքան մասիս էր, որ մենք գնահատենք, հասկանանք էսի որ լուրջ բան է։ Աստված առաջնորդում է եւ մենք պիտի ականջալուր չլնենք, անօգ չգտնվենք դրա հետ։ Եվ կուզեմ որպեսի մի հատված կարդամ Եզեկիել մարգարեությունից, որտեղ առնվազն 4 պատճառ է բացահայտվում, ինչու չլսեցին Աստծո մարգարեությունը, ինչու անարգեցին, լսեցին, բայց անարգեցին։ Եվ մենք մեր անձերը քննենք, գուցե մենք էլ հենց այդ որևէ այդ պատճառի մեջ կանք, որ դրա համար էլ մեր մոտ այդ մարգարեությունը իր ոնց որ ասած նպատակին չհասավ մեր կյանքում, որտեղ անարգվեց մեր կողմից։ Ես կարդամ ձեզ համար Եզեկիել մարգարեությունից 33-րդ գլխի 23-ից 33 հատվածը։ Եվ Տիրոջ խոսքը եղավ ինձ ասելով. ինձը նկատի ունի Եզեկիելը, որ Աստծո հատուկ ընտրված անոթ էր, մարգարե էր, որով Աստված իր ժողովրդին խոսում առաջնորդում էր։ Մարդի որդի, այս ավերակների բնակիչները Իսրայելի երկրի վրա ասում են, թե Աբրահամը մեկ հատ մարդ էր եւ ժառանգեց երկիրը։ Իսկ մենք շատ ենք, երկիրը մեզ կտրվի իբրև ժառանգություն։ Դրա համար ասին նրանց. այսպես է ասում Տեր Եհովան. դուք արյունով եք ուտում եւ ձեր աշկերը բարձրացնում եք ձեպի ձեր կուռքերը եւ արյուն եք թափում եւ դուք ժառանգեք երկիրը։ Դուք հաստատ կանգնած եք ձեր սրի վրա, պղծություն եք անում եւ ձեզանից ամեն մեկը իր ընկերի կնոջը պղծում է եւ դուք ժառանգեք երկիրը։ Այսպես ասին նրանց. այսպես ասում Տեր Եհովան. կենդանի եմ ես, որ ավերակներում եղողները սրով պիտի ընկնեն եւ դաշտի վրա եղողները գազաններին եմ տալիս իբրև նրանց կերակուր եւ բերթերում եւ քարայրերում եղողները ժանտախտով պիտի մեռնեն եւ երկիրը ամեի եւ ամայացած պիտի շինեմ եւ պիտի փչանա նրա զորության հպարտությունը եւ ամայի պիտի դառնա Իսրայելի սայրը, որ անց կենող չլինի եւ կիմանան, որ ես եմ Տերը, երբ որ երկիրը ամայի եւ ամայացած կանեմ նրանց արած բոլոր պղծությունների համար։ Իսկ դու մարդի որդի, քո ժողովրդի որդիքը, որ խոսակցում են քեզ դեմ պատերի մոտ տների դռներումը եւ մեկից մեկի հետ խոսում են իրար ասելով. մեկ եկեք ու լսենք, թե ինչ բան կա դուրս եկած Տիրոջ կողմից եւ նրանք քեզ մոտ կգան, հենց որ ժողովուրդը եկավ եւ քո առաջին կնստեն իբրև իմ ժողովուրդ եւ կլսեն քո խոսքերը, բայց նրանց չեն կատարի, այլ նրանք իրենց բերանով հաճություն ցույց կտան, բայց նրանց սիրտ իրենց ագահության քամակիցն է գնում։ Եվ ահա դու նրանց համար քաղցր երգի պես ես, գեղեցկաձայն ու բարեհարմար, եւ նրանք կլսեն քո խոսքերը, բայց նրանց կատարողներ չեն։ Եվ երբ որ սա կգա, ահա պիտի գա, այն ժամանակ պիտի իմանան, որ իրենց միջումը մարգարե է եղել։ Ուրեմն խոսվեց, որ այո, Տեր պիտի լսեն մարգարեական խոսքը եւ պիտի անարգեն, բայց մարգարեական խոսքը կկատարվի։
Տերը ինչ ասել է կկատարի։ Եվ այստեղ տեսեք, վերջի խոսքը որ կարդաց, ասում է, երբ որ կկատարվի ինչ որ ասվել է, այն ժամանակ կիմանան, որ նրանց միջումը մարգարե կար եղել։ Այսինքն կատարվելուց հետո պիտի համոզվեն, որ իրոք այն որ խոսեր բանը Եզեկիելը, դա իրոք Աստծո խոսքեր, ինքը Աստծո մարդ էր, իր խոսածը Աստծո մարգարեություն էր, որովհետև կատարվեց։ Իսկ երբ որ վերջում էդի կասեն, նշանակում է սկզբում այդ մտքին չէին։ Այսինքն մարգարեությունը անարգելու մի բանը սա է, չեն հավատում, որ Աստծուց է, խոսողը Աստված է խոսում։ Չեն հավատում, գիտեն ինչ-որ մի բան է, էլի, սարքվել է, արվել է, ես իմ զբաղեցնելու համար է, ասելու, վախեցնելու համար է։ Ոմանք անգամ մտածում են, ո՞նց կլինի տենց։ Օրինակ, այս վերջի մարգարեությունների հետ կապված։ Ո՞նց կլինի տես։ Իրանք իրանց չափանիշով չափում են, կշռում են, շատ բաներ sense ասած հիմքեր ընդունելով ո՞նց կլինի Տերը մաղի եկեղեցին, օրինակ, այսպիսի բան։ Բայց Տերն է խոսողը։ Երբ որ կլինի, այն ժամանակ գուցե այդ ժամանակ շատերը կասեն իրոք Տերն էր խոսում։ Այսինքն դա նշանակում է, որ այն ժամանակ են ասում, սկզբից չէին համոզված, որ Տերն էր խոսում։ Այսինքն էս է, ժողովուրդ ջան, մենք sense ասած մեր չհավատալը կարա պատճառի, որ անարգվի մարգարեությունը։ Ես իմ ճիշտ է, ինչ իմաստ ունի դրա հետևից գնամ, ինչ որ քայլեր կատարեմ եւ այլը, քննություն անեմ, ինքնակննություն անեմ, վախենամ, անհանգստանամ։ Ես իմ տեսնած ճիշտ է, ասում են էլի։ Կարող է անգամ ոմանք էլ մտածում են, դե իրենց համար իրենց մարդիկ են բարձրացրել, ու իրենց համար լավ բաներ խոսա, ես էլ վախեցնեմ, որ իրենց են ազատվենք։ Օրինակի համար, այսպիսի մարդիկ էլ կլինեն։ Այսինքն արդյունքում էսա, իրանք չեն տեսնում, որ անձամբ Տերը հենց այդ խոսքով խոսում է իր հետ, մարգարեության միջոցով։ Չեն այդ ընդունում։ Ընդունում են մարդկային մարմնավոր ու դրա համար չեն հոժարդեն։ Մեր մեջ էլ այդպիսի բան կլինի, հաստատ։ Մեկ ուրիշ բան ուշադրություն դարձրեք։ Ասում է, այս մարդկանց մտածելը, այսինքն իրանք ինչու չընդունեցին Եզեկիելի ասած մարգարեությունը, որ խոսում էր դատաստան ու պատիժ իրանց համար, իրանց մեղքերի համար, որովհետև իրանք իրանց մասին ուրիշ կարծիքի են եւ չէր համապատասխանում այն խոսքին, որ Եզեկիելն էր Աստծո անունից խոսում նրանց մասին։ Տեսեք, իրանք իրանց մասին ինչ են ասում։ Ասում է Աբրահամը մի հատիկ էր, իրանք են ասում։ Ասում է Աբրահամը մեկ հատ մարդ էր, ժառանգեց երկիրը։ Իսկ մենք շատ ենք, երկիրը մեզ կտրվի իբրև ժառանգություն։ Մի հատ Աբրահամին որ տրվեց, բա մեզի չի տրվի։ Այսինքն իրանք իրանց համեմատում են Աբրահամի հետ, հավատարիմ Աբրահամի հետ, արդար Աբրահամի հետ։ Մի հատ արդարին, մի հատ հավատարիմին երկիր տրվեց, բա մենք այսքան շատ ենք, այսինքն մենք էլի Աբրահամներ ենք, հավատարիմներ ենք, արդարներ ենք, լավն ենք։ Մեզի անպայման կտրվի, բայց ի՞նչ է Տերը ասում։ Ասում է դուք այս չարություններ եք անում, թվարկվեց չարություններ, թա նորից չկարդամ։ Տերը ասես, այս եք անում, այս եք անում, դուք պետք է երկիր ժառանգեք, այսինքն դուք մեղք եք գործում, խի դուք պետք է երկիր ժառանգեք։ Տերը խոսում է իրանց մասին դատաստան, իրանց մեղավորության հետ կապված, իրանք իրանց տեսնում են արդար։ Դրա համար երբ որ Տիրոջ խոսքը այդ թեմայով է, որ դուք մեղավոր եք եւ պատիժ կա սրա համար, հարված կա սրա համար, ասում ավիրակ պետք է սարքեմ ձեր երկիրը, ձեր պղծությունների համար, իրանք դա չեն կարող ընդունեն։ Մենք այդ մարդիկ չենք։ Իրանք ուրիշ ձև են մտածում։ Ժառանգելու ենք էսի, մեզ է տրվելու։ Մենք արդարներ ենք։ Այսինքն ինչ է ցույց տալիս, երբ որ մարգարեությունը, օրինակ, հենց այս մեր վերջի մարգարեությունների մեջ խիստ հանդիմանություն կա, ժողովրդի ոմանց մեջ շատերի անգամ վիճակի հետ կապված։ Հանդիմանությունը էսա, որ ծուռ են, ուղիղ սրտով չեն վարվում, ինձ հետ, իմ ծառայի հետ։ Եվ բնականաբար, եթե ես եմ օրինակ, եթե լսում եմ, ես ինձ ուղիղ եմ տեսնում, ես ուղիղ եմ, սրտանց ուղիղ, ասած նվիրված, սիրում եմ Տիրոջը, ուզում իր կամքը կատարեմ, ես չեմ բան անի։ Շատ ժամ կասեմ, այդ ինչի վերաբերում, թող ուրիշը բան անի, մտածի դրա վրա, քննի։ Ու վստահ եմ, շատերը որ
ինչ որտեղ ոնց որ ասած իրենց խնդիրներից տեղյակ ենք էլ ու չեն շարժվում տեղից, չեն անհանգստանում, չեն ասենց ասած վախենում, սարսափում, որ պետք է վախենան, սարսափեն, դա նրանց է որ իրանք իրենց արդար են տեսնում։ Այս մարդկաց նման։ Ոչ չի լինի։ Գուցե ոմանք օրինակի համար հույսը դրել են եկեղեցու վրա այն առումով որ դե եկեղեցու մեջ ասում է վարդապետությունները ուղիղ են, եւ այլ առաջնորդությունները ուղիղ են։ Կարա եկեղեցու առաջնորդությունները ու վարդապետությունները ուղիղ են, բայց ես ուղիղ չլնեմ, որտեղ Տերը հենց տենց էլ խոսացել է, չէ՞, ծուռ եք։ Ծուռ սրտով, ուղիղ չեք։ Մեղք կա շատերի մոտ։ Դրա համար պիտի նրանք բաժին չունենան, ես պիտի մաղեմ նրանց։ Ես նրանց չեմ պահելու, հավատարիմներին պիտի պահեմ։ Ուրեմն սա, դրա համար մի հատ դուրս գանք այդ վիճակից, անկախ ամեն ինչից ես ոնց եմ ինձ նայում, ես պիտի վախենամ, երբ որ խոսքը գնում է այդ կարգի հանդիմանության մասին, որ Տերը ասում է չեք փրկվի, շատերը չեն փրկվի։ Ես մի հատ նայեմ, այդ ես եմ գուցե։ Մի հատ լավ բան է երևում առաքյալների մոտ, աշակերտների մոտ առաքյալների, որ ասում է, ասես ձեզանից մեկը մատնի, չէ ինձ կմատնի, ամեն մեկը վախեցած ասեցին, ոնց որ ասեն, հո ես չեմ, Տեր, միթե ես եմ։ Էլ չասեցին, չէ, ինձանից հեռու, ես որտես բան չեմ անի։ Չասի, կարող է ես եմ։ Հնարավոր է ես եմ։ Այս իրանց օգնով որ քննեն, հասկանան, եթե իրանք չեն փառք Աստծուն, լավ է։ Բայց եթե իրանք լինելու հարցն են, գոնա կարողանային հասկանային, տենային։ Նմանապես այստեղ երբ որ լսում ենք, մենք պիտի այո, ոչ թե բան անենք, ասենց ասած, մեր դրական նախապաշարումով, մեզ լավ տեսնելու պատճառով անարգենք մարգարեությունը, այսինքն իմ համար չի, թող մտածողը մտածի։ Հայր պետք է ասեմ, գուցե ես եմ այդ հենց։ Գուցե հենց այդ ծուռ մարդը ես եմ, ծուռ սրտով վարվողը ես եմ, իմ սուրտը ծռվել է, գուցե ես էլ չեմ տեսել, ոնց է ծռվել, ասում եմ, հիշի որտեղից ընկար եւ ինչ, ապաշխարիր։ Քննեմ, վախենամ, ահոտ քանեմ Տիրոջը, որ Տեր դու օգնի, որ ես տեսնեմ, հասկանամ ինչա։ Թե չէ սրանց նման կասենք, Աբ รา համը մի մարդ է, ժառանգություն տրվեց երկիրը, մենք շատ Աբրահամներ ենք, մեզի կտրվի ու կտրվի, բայց Տերը ասում է դատարկելու եմ, պատժելու եմ։ Եվ այդ պատճառով, այդ նախապաշարումի պատճառով, այդպես իրենց տեսնելու պատճառով, իրանք անարգում են ու վստահ եմ, մեր մեջ շատ շատերը հենց այս պատճառը ունեն։ Հոգս չեն քաշում մարգարեությունից ազդված, որովհետև իրանց նորմալ են տեսնում։ Ոչ էլ մտածելու բան ունեն, ոչ էլ քննելու բան ունեն։ Մեկ ուրիշ պատճառ ստեղ ասում է, այն մարդիկ, որ կգան ու կնստեն քո մոտ ու կլսեն, Եզեկիել ասում է, ու չեն բանանի, լսածի անպատասխան հնազանդվի։ Ասում է, այդ մարդիկ այս բան իրար հետ խոսում են, ասում է, իրար հետ խոսում են պատերի մոտ, տների դռներում, քո դեմ, խոսակցում են քեզ դեմ, ասում է, Եզեկիել քո դեմ խոսում են սրանք, այսինքն գիտեք էդ ինչ նշանակում, եթե իրանք Եզեկիելի դեմ խոսում էին, այսինքն իրանք սրտով հակառակություն ունեին, դեմ էին, բնական է դեմ լինել է սա, անարգում էին որպես Աստծո մարդ, Աստծո մարգարե, խնդիր ունեին, գուցե Եզեկիելը մեկի բաներ ասել, հանդիմանել էր, ինչ էր, իրանք դժվարություն ունեին Եզեկիելի հետ կապված, ասում է, քո դեմ դռներում, պատերի տակ խոսում են, ասում է, թեկուզ գալիս են, նստում են, լսում են, բայց մեկը չեն լսելու իրանք, չեն հնազանդվելու։ Այսինքն մի բան էլ պատճառը է սա, մարգարեության մեջ, ասենք օրինակի համար, հատուկ խոսվում է Աստծո ծառայի մասին։ Եվ Աստված ոնց որ ասած իր ծառային ցույց է տալիս։ Աստված իր ծառային բարձրացնում է, որ ինքը իմ ծառան է, իրան լսեք։ Եթե ես եմ, իր հետ խնդիր ունեմ, ես չեմ ընդունելու այդ մարգարեությունը, որտեղ ես իմ սրտում իրան անարգել եմ։ Իսկ Աստծո ծառայը նորմալ չեմ համարում։ Ինչ որ պատճառով։ Իրա դեմ բան ունեմ։ Ու այդպես էլ կա, Տիրոջ խոսքը ոնց ասում, դուք ուղիղ չեք իմ հետ, չէ, իմ ծառայի հետ։
Այսպես ասում Աստծո խոսքը։ Եվ այս խնդիրը, այս դժվարությունը պատճառ է դառնալու, որ այս վերջի այ մարգարեությունները նաև չընդունվեն։ Բազմաթիվ անգամ է Տիրոջ խոսքը Տերը խոսացել այս թեմայով։ Եվ հասկանում ենք, որ մարդիկ չեն ուղում, որտեղ իրանց սրտի մեջ եղած խնդիրը պահել են։ Ոմանք պահում են, ասենց ասած, իրանց մեջ այդ նեղվածությունը, վիրավորվածությունը, ես չգիտեմ, ինչ որ բան, անարդարի փրթե վերաբերմունք, եկեք ցած մի ապստամբ ձևով էդի կերևա, ոմանք էլ չեն էլ արտահայտում, բայց իրանց սրտում կա։ Դուք խոսացեք, դուք ասեք։ Ես այդ մարդուն չեմ էլ ընդունում, եթե մարգարեությունը նրան ասում է սենց իմ մարդ, իմ Աստծո մարդ, ես այդ մարգարեությունը չեմ ընդունում, որովհետև ես այդ մարդուն չեմ ընդունում որպես այդպեսին։ Այսինքն սա էլ կա։ Եվ ոմանք է սրա համար են անարգում։ Խիստ է խոսվել, ուրիշ ձև է խոսել, իրան սրտի ուզածով չի ասել Աստծո ծառան, գործը իրանց հետ։ Եվ մեկ ուրիշ բան էլ էստեղ խոսեց, ասում է իրան կգան, այդ ժողովրդի հետ միասին կնստեն, այսինքն ժողովուրդ է գալիս, բայց խոսում է մի մասսայի մասին, մի խմբի մասին, որոնք ասում է կգան կնստեն, ասում է կլսեն խոսքերը, այդ խոսքերը իրանց համար շատ բան ասում է հենց երկի պես քաղցր կլինի, բայց կեթան չեն անի։ Ինչի ասում է, պատճառն ասում է, որովհետև նրանք իրենց բերանով հաճության կտան, այսինքն հա կասեն, ցույց կտան, որ հավանում են այդ ասածը, բայց նրանց սիրտը իրենց ագահության քամակից գնում է։ Մեկ ուրիշտեղ նույն Եզեկիելի մարգարեության 14-րդ գլխում ասում է կգան իմ առջև կնստեն, իրենց կուրքերն էլ իրենց սրտերի մեջ, իրենց պղծությունը, ոնց որ ասած իրենց առջև դրված, այսինքն մարդիկ, որոնք ամուր բռնել են իրենց թանկ բաները, որ Աստծուց բարձր է։ Սեղն ասում ագահության հետևից կգնա, այսինքն իրանց համար շահը, մնացած բաները ավելի բարձր է, քան Աստծո խոսքը։ Աստված երբ որ կխոսի մարգարեական խոսք կլինի, երբ որ իրանք պիտի այդ հարցերում սենց ասած ուղղվելու բան ունեն, բայց քանի որ դա կուրք է իրանց համար, բարձր է, թանկ է, իրանք պատրաստ չեն դա թողնելու։ Դրա մել ասում է չեն լսի։ Իրանց սիրտը իրանց ագահության ետևից է գնում։ Նմանապես էսա, Տերը ոնց որ ասած խոսում է մեզ հետ, մարդը պիտի գուցե բաներ թողնի, իր կյանքը փոխի, ինչ-որ բաներից հրաժարվի, իր առաջնահերթությունները պիտի փոխվի, բայց տանում ես, մարդը տարված է ինչ-որ բաներով, այդ իր կուրքն է, իր ծրագրերով, իր գործերով, իր շահով, իր ինչ-որ մի բանով տարված է, ինքը պիտի ոնց որ ասած զբաղվի հիմա իրանով, չէ, ինքը չի կարա իր կուրքը թողի, պիտի անպայման դա իր համար առաջի տեղում լինի։ Լավ մացեք, մարգարեության ոնց որ ասած ընդունել չընդունելը մարդու կյանքի փոփոխությունով է երևում։ Առաջի հերթին մարդու կյանքի, ասենց ասած, անհանգստացնող բաների առաջնահերթությունով։ Եթե առաջ անհանգստացած է, օրինակ հիմա շատ անհանգստացած է, օրինակ իմ ընտանիքիս էս ինչ հարցով, հիմա այն ինչ որ Տերը խոսացել է, դա է դառը իմ անհանգստությունը, ես դրա վրա եմ ժամանակ դնում, ուշադրություն դասնում, աշխատանք իրականացնում, որ Տիրոջ ասածի մեջ ուղղվեմ, որ Տերը գալիս է, կյանքի մահվան հարց է, իմ տունս կարևոր չէ, ինչը դառնում է երկրորդական, ինչը 100-րդական, որտեղ հասկանում ենք, դա ոչինչ է, իմ անձի փրկության հարց է դրված։ Բայց որտեղ ոչի բան չի փոխվում մարդու մեջ, մարդը նույն առօրյայով, նույն առաջնահերթություններով առաջի տեղում իմ կուրքն է, իմ ծրագիրն է, իմ նպատակն է։ Դրանով նորից ապրում է, լսած լինելով մարգարեությունը, իմացած լինելով ընդեղի լրջության պահանջները, ինքը նշանակում է անարգեց մարգարեությունը։ Որտեղ այնքան բարձր է իր այդ ոնց ոստեղ ասեմ, իրանց սիրտը իրենց ագահությունից հետևից է գնում։ Էս է իրանց սիրտը դրա մեջ է։ Չի կարող դա թողնի։ Շատերը տենց են։ Ուշադրություն դարձրեք, հեշտ է դարել մեր կյանքը շատ հարցերում։ Շատերը այդ հեշտասիրությունն են ուզում։ Չեն ուզում դա թողնել։ Հիմա մարդիկ կան, արդեն խոսում են, փսփսում են, ասում են։ Ներեք էլ մի բան լսեց, այսօր ավելի ճիշտ։ Մարդը ասում է, դե ինչ կլինի, որ այդ համարն էլ ընդունենք։
Բայց հասկանում ես հարցը ինչա։ Իրանց սիրտ իրանց ագահության ետևից է գնում։ Այսինքն բաներ կա շատ բարձր է, ինքը չի ուզում դա հանկարծ կորցնի, որտեվ կարող է կորցնի, հիմա այդ վտանգը առաջացել է։ Ուրեմն Աստված թող մեզ օրհնի, ժողովուրդ ջան։ Եվ մի բան ասեմ ձեզ, մեկ պատճառել, որ տեսնում եմ, սա է, ասենք, այսի հենց եղած բանը, որ ասում եմ, մարդը լսում է մարգարեական այդ հայտնությունը, սկսում է վախենալ, անհանգստանալ, ու կիսում է հոգևորների հետ, խմբի իր քույր եղբայրների հետ, քույրերի հետ։ Ասում են մի վախեցի, Աստված մեզի կպահի։ Այսինքն, էս էլ է մարգարեության անարգել, գիտեք։ Էսի սուտ վարդապետի նման մի գործ է։ Սուտ վարդապետները գալիս են Աստծո խոսքը փոխում են, չէ՞։ Սրանք են մարգարեությունն են փոխում։ Մարգարեության մեջ չի ասել՝ մի վախեցեք, ես ձեզ կպահեմ։ Մարգարեության մեջ ասել է հավատարիմներին կպահեմ։ Նրանք ով ծուռ են, չլսող են, աննազանդ են, հակառակ գալու եմ մաղեմ, չթողեմ մնան եկեղեցու մեջ, չթողեմ իմ բանի մեջ մտնեն։ Ոնց ես ասում արխային, այն մարդը վախեցել է ու ճիշտ տեղն է վախեցել։ Այդ վախը իրանք ստիպի ուշադիրներ, քննել, մի հատ իրան նայել եւ այլ, բայց դու ասում ես՝ մի վախեցի։ Ինչ ես վախենում, Աստված մեզ կպահի։ Խի գրած է դες բան մարգարեության մեջ, ասվել է դες բան, որ Աստված քեզ կպահի, Աստված ասել է հավատարիմներին կպահեմ, լիքը մարդիկ էլ կա չեն պահելու։ Թողել եմ այդան կորեն, որտեվ իրանք ծուռ են։ Խես փոխում մարգարեություն։ Էս էլ է մարգարեության անարգելու մի հատ ձև։ Դնում փոխում են, իրանց հարմարեցնում են ու հանգստացնում են իրանց։ Տերը մեզի կպահի, իբր թե սուպեր հավատացյալ ենք, էլի։ Աստված թող մեզ օրհնի։ Եվ հետաքրքիր է, ասենք, մի հատ բան կարդամ, հատված Պողոս առաքյալը բաներին, կորինթացիներին հանդիմանել էր թե մեղ գործողին, հանդիմանել էր անգամ եկեղեցուն, իր հետ եղող մարդկանց, որոնք այդ մեղքը չէին գործել, բայց գիտեին։ Հիշում եք, ասում էր, ձեզան լսվում է, որ ձեր մեջ այնպես մեղ կա գործում, որ այն հեթանոսների մեջ այդ մեղքը չեն անում, որպես թե ձեզանից մեկը իր հոր կինը ունենա։ Ասում է, դուք փոխանակ բան անեք, դատապարտեք, մի հատ էլ պարծենում եք։ Ու հիշում եք, ասում, երբ որ դուք կհավաքվեք, իմ հոգին էլ ձեր հետ լինի ու դատաստան է խոսում։ Այդպիսին ինչ անենք, ասում, մարմինը մատնվի սատանային, որ ասենք տանջվի մարմնով, բայց գոնե հոգին փրկվի։ Ու հանդիմանումը, չգիտեք, որ մի փոքր խմոր, չէ, զանգված, խիստ խոսում է նաև նրանց հետ։ Եվ երբ որ երկրորդ թուղթն է արդեն գրում, նամակն է գրում, դրա հետ կապված այսպիսի բան է ասում, ես ձեզ համար կարդամ, երկրորդ Կորինթացիս 7-ի առաջինից կարդամ, ասում է, այսպիսի խոստումներ ունենալով, սիրելիներս, մեր անձերը սրբենք հոգու և մարմնի ամեն պղծությունից, սրբությունը կատարենք Աստծո ահով, տեղ արեք մենք ոչ ոքիդ վնաս չենք տվել, ոչ ոքի չենք փչացրել, ոչ ոքի չենք զրկել, ոչ թե դատապարտելու համար եմ ասում, որտև առաջուց ասեցի, որ դուք մեր սրտերումն եք, ձեզ հետ միասին կենդանի լինելու և մեռնելու էլ։ Խոսում է, որ տեղ տվեք մեզ, այսինքն ընդունեք մեր ասածը, մեր գործածը, որիդ ենք զրկել, որիդ ենք բան անել, և հետո շարունակության մեջ լավ կուզեմ ավելին կարդամ, ասում է, Տիտոսը եկավ և ինձ մեզ մխիթարություն բերեց, ուսմա պատմեց մեզ ձեր սրտի փափագը, ձեր ողբալը, ձեր մեռանդությունը ինձ համար, մինչև որ ավելի ևս ուրախացա, որ թեև տրտմեցրեցի ձեզ այն թղթով, չեմ զղջում և զղջացել էի, որովհետև տեսնում եմ, որ այդ թուղթը թեև մի փոքր ժամանակ ձեզ տրտմեցրեց։ Հիմա ուրախ եմ, ոչ թե նրա համար, որ տրտմեցիք, այլ որ տրտմեցիք ապաշխարության համար, որ դուք Աստծո ուզած կերպով տրտմեք, որ մեզանից ոչ մի բանով չվնասվիք, որովհետև Աստծո ուզած կերպով տրտմությունը ապաշխարություն է գործում փրկության համար առանց զղջալու, բայց աշխարհի տրտմությունը մահ է գործում, որովհետև ահա հենց նա, որ դուք Աստծո ուզած կերպով տրտմեցիք, որքան ջանք գործադրեց ձեզանում, նաև արդարացում, նաև զայրույթ, նաև վախ, նաև փափագ, նաև նախանձ, նաև վրեժխնդրություն, ամեն բանով ցույց տվեցիք, որ ձեր անձերը, որ անմեղ եք այդ բաներում։ Ուրեմն թեև գրեցի ձեզ ոչ թե զրկողի համար էր եւ ոչ էլ զրկյալի,
այլ որ ձեր ջանքը, որ մեզ վրա ունեք, հայտնի լինի մեզ մոտ Աստծո առաջին։ Խոսում եմ այստեղ, որ տրտմեցրեցի ձեզ հանդիմանելով, բայց դուք ասում եմ սկզբից ոնց որ ասած նայում էի տրտմություն պատճառեցի, բայց ասում եմ ոնց որ չեմ զղջում, որովհետև դուք ապաշխարության համար տրտմեցիք եւ այսպիսի բան է ասում, որ եթե այդ հանդիմանությունը ձեր մեջ ոնց որ ասած երևում է, որ ընդունվել է, նմանապես մարգարեությունը իր մեջ ունի հանդիմանություն, չէ՞։ Ասում եմ ապացույցը ինչ որ դուք դա եղել է, էսա ձեր ապաշխարության տրտմությունը, հետո ասում եմ ձեր ջանքի գործադրումը, ջանք արեցիք, հետո ոնց որ խոսում է վախի մասին, վախ եկավ ձեր վրա, խոսում այնտեղ զայրույթ, վրեժխնդրություն, հետո ոնց որ ասած բանը դատապարտելը այդ տիպի մեղկանողին, դատապարտել, հանդիմանել եւ այլն, ամենայն դեպս էսի պտուղ է, որ ցույց է տալիս, այսինքն եթե մենք լսել ենք, մեր մեջ փոփոխություն չել է, տրտմություն, վախ, անհանգստություն, ջանք դրանից բխած, ապաշխարության քայլեր, այս շանակում մենք անարգել ենք, այդ մարգարեությունը մեր մեջ չի ընդունվել։ Չի ընդունվել։ Ու դա գիտեք ոնց է, մի օրվա բան չի, որ այսօր լսեցինք, ինչ որ բան արեցինք ու վաղը արդեն վերջացավ, արդեն մեր հարցերը փակեցինք այդ մարգարեության հետ կապված, չէ։ Դա ոնց որ ասած երկար աշխատանք է պահանջում, որպեսզի դու արձագանքես այդ մարգարեությանը, երկար աշխատանք պիտի կատարես։ Մարդիկ կան վախեցել են, հետո մոռացել են։ Ընկել են իրենց հոգսով, գործով, իրենց կյանքով ու մոռացել են, որ Տերը դες բան է ասել։ Կարծես թե եղավ, անցավ, գնաց։ Այդ մեր համար անցավ գնաց, բայց Տիրոջ համար չանցավ։ Ինչևից է, թող Աստված օրհնի մեր ժողովուրդ ջան, որ մենք լուրջ մոտենանք, շատ լուրջ մոտենանք, որտեղ խոսքն շատ լուրջ է, գինն շատ ծանր է ու մեծ է։ Տիրոջ մարգարեություններին, որ հնչել է մեզ եւ միատել, ոնց որ ասած, մեր անձերը քննենք։ Ոնց ենք մենք մոտեցել։ Այդ լսածի մեջ որևէ փոփոխություն մեր կյանքում բերել է։ Եթե չի բերել, ուրեմն մենք անարգել ենք, որտեղ բոլորիս կյանքում էլ հաստատ պիտի բան փոխվեր։ Հաստատ։ Բոլորիս։ Հավատացեք։ Աստված օրհնի, աղոթք անենք։